Պարոն Միրզոյան, շնորհակալ եմ զեկույցը մանրակրկիտ ներկայացնելու համար, վարչապետը քարոզարշավի ընթացքում երևի վերջին օրը հայտնեց, որ մեր ապրանքներն այլևս կարող են գյուղատնտեսական տիպի ապրանքները մուտք գործեն առանց մաքսատուրքի Եվրոմիություն, կխնդրեի դուք մանրամասնեիք, որովհետև գիտենք, որ գյուղատնտեսական ապրանքներն իրենք պաշտպանված են առհասարակ Եվրոմիության տարածքում, արդյոք սա քաղաքական որոշման արդյունք է։ Շնորհակալ եմ, նաև շնորհակալ եմ գնահատականի համար, թեև չէի համաձայնվի զեկույցը, որ ես ներկայացրեցի, ամենևին մանրակրկիտ չէր, ես վստահ չեմ, որ դուք կդիմանայիք մանրակրկիտ զեկույցի ներկայացմանը, բայց ասելիք շատ կա, խնդրում եմ սա մեծամտություն չհամարել։ Ինչ վերաբերում է բուն հարցին, այո, իհարկե քաղաքական որոշում է, եւ մենք տեսնում ենք Եվրոպական միության մեր գործընկերների կողմից ամենաբարձր մակարդակով եւ նաեւ անդամ պետությունների կողմից մեծ պատրաստակամություն աջակցել Հայաստանի Հանրապետության ուրեմն տնտեսական, քաղաքական դիմակայուն, ժողովրդավարական դիմակայունությանը եւ նաեւ աջակցել Հայաստանի Հանրապետությանը ապահովել տնտեսական այդ բազմազանությունը, դիվերսիֆիկացիան, որի մասին շարունակաբար խոսում ենք, մենք ունեցանք քաղաքական պայմանավորվածություն, մենք ունեցանք քաղաքական հավաստումներ, չեմ ուզում մանրամասնել օրեր առաջ եւ այս օրերին ա տեղի ունենում ամեն ինչը ինքներդ վստահ եմ հիշում եք, մենք ունեցանք որոշ տեսակի գյուղատնտեսական ապրանքների արդեն առաքումներ եւ սպառում եվրոպական շուկայում, օրինակ ծաղիկները լավագույն օրինակն են Լատվիայում, այլուր եւս Նիդերլանդները, որը հասկանում եք ծաղիկների առումով բավական լուրջ ավանդույթ ունեցող պետություն է, Նիդերլանդները 3 հայտարարեցին, այո, որ պատրաստ են բացել իրենց շուկան Հայաստանում աճեցված ծաղիկների համար, սա այսպես թվարկում ենք բաներ զեկույցի ընթացքում, ասում ենք բաներ, որոնք թվում է թե այդպես շարք են լավ լուրերի կամ բայց ոչ շատ կարևոր, իրականում ասենք շատ էական մեծ քայլ է արված, օրինակ նույն Եվրոպական միության, նույն Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ, հատկապես օրինակ Նիդերլանդները ծաղիկի առումով, եւ այս ավելի կոնկրետ մնացած պայմանավորվածությունները, որի մասին դուք հարցնում եք, քննարկման փուլում են, ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն եւ համաձայնություն կա, մենք մտնում ենք, ես կարող եմ ասել, տեխնիկական ձևակերպումների փուլ, կոնկրետ որ ենթադրենք լոլիկի մասով Եվրոպական միություն ինչպիսի ընդառաջ քայլ է անում եւ այլն եւ այլն։ Օրերի ընթացքում եւ առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաեւ երկարաժամկետ, հարգելի գործընկերներ, դուք եւ մեր գործարարները եւ նաեւ ողջ հայ հանրությունը, հայաստանյան հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի հետո, այն դեպքի հետո, այն դեպքի այն ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը եւ ճանապարհը կա։ Պարոն Միրզոյան, լոգիստիկ առումով ինչպես են մեր ապրանքներն հասնում ձեր կողմից նշված երկրներ, որտեղ սա էլ է կարևոր։ Տարիներ շարունակ մեր միակ ճանապարհը դեպի Եվրոմիություն եղել է Վրաստանի միջոցով եւ նկատելի է Թուրքիայի կողմից այս առումով լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը որպես մեր եվրոինտեգրման օրակարգի մերձեցում եւ երկրորդը կներեք որ մի քիչ հաշվում եմ օրեր առաջ տնտեսվարողները Թուրքիայում էին հայ տնտեսվարողները եւ սա աննախադեպ բովանդակային փոփոխություն է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ես կուզեի, որովհետև թվում է, թե քարոզարշավի ժամանակ շատ կարևոր տեղեկատվություն կորում է, այս մասին խոսեիք։ Ես շնորհակալ եմ այդ հարցը տալու եւ հիշեցնելու համար։ Իսկապես մենք սենց խոսում ենք եւ թվարկում ենք բաներ, այս եղավ, որը եւ կարող ենք ներկայացնել մի շարք, որի ամեն առանձին վերցրած կտորը մի շատ էական փոփոխություն է, շատ էական առաջընթաց է։ Ընդհանրապես կարող են գնալ հայկական բեռները օդանավով, ասենք Եվրոպական միություն կարող են գնալ Վրաստանի տարածքով, այնուհետև կարող են գնալ Թուրքիայի տարածքով, հա, այդպես։ Այլ տարբերակներ էլ կարան լինեն, բայց պակաս ռացիոնալ։ Օրինակ չգիտեմ հասնեն ծոց եւ բան, մենք իրատեսական եւ արդյունավետ ճանապարհներն ենք քննարկում։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ
շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջև հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ, առևտրային պալատների մասնակցությամբ եւ կողմից եւ պետք է ասեմ, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած, ասենք, չգիտեմ, շփումներից գործարար, որովհետեւ շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաեւ օրինակ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից շատ էական մեծ հետաքրքրություն եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից եւ միջև եւ ես ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, կտեսնենք այդ խոսակցության նյութականացումը եւ շոշափելի պտուղները, մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեն վստահություն հայտնել մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ։ Շնորհակալություն, պարոն նախարար, զեկույցի համար։ Շնորհակալ եմ։